Ռադոնը ընդհանրապես ինքը ռադիոակտիվ գազ է ու որտեղից է հայտնվում շրջակա միջավայրում, երկրի ընդերքում, երբ որ տրոհվում է ուրանը, ռադիոստեռադիումը, թորիումը եւ ուրանի տարբեր իզոտոպներ։ Այդ տեսեք սրանք տրոհվող ռադիոնուկլիդներն են հիմնական այն բնական ռադիոնուկլիդներն են, որոնք առկա են ընդհանրապես եւ հողում, եւ հող առաջացնող ապարներում, դրանք միշտ ամենտեղ կան։ Եվ բոլոր շարքերին մասնակցում է ռադոն կոչվող ռադիոակտիվ գազը, դրա տարբեր իզոտոպները։ Երբ որ տրոհվում է, այն ընդերքից, հողից դուրս է գալիս դեպի մթնոլորտ ու այնտեղ եւս կարող է լուծվել ջրում, որը հենց ընդերքից է գալիս, բարձրանում է ու հասնում է մեծ սպառողին։ Ահա թե ինչու մենք գնահատել ենք ռադոնով պայմանավորված ռիսկերը եւ այն օդում, որը մարդը շնչում է ամեն օր, եւ այն ջրում, որը խմում է։ Այստեղ շատ կարճ ցույցատրված ինչպես է ռադոնը ազդում, այսինքն այն դուրս է գալիս եւ հողից, եւ ջրից, եւ կարող է հիմնական ռիսկի տակ են նկուղային, կիսանկուղային առաջին հարկերում ապրողները, ներշնչելով այս ռադոնը, որը թափանցում է դեպի բնակելի շենքեր եւ սենքեր, դա կարող է ազդել նաև երբ որ մենք ջուրը խմում ենք, որի մեջ կա արդեն լուծված ռադոն եւս վտանգում ենք մեր առողջությունը։ Բացի դրանից, երբ որ ջուրը տան մեջ ընդհանրապես բացված է լինում, երբ որ լոգանք ենք ընդունում կամ ջրի հետ ինչ որ առօրյա գործունեություն ենք ծավալում, այն եւս ջրից կարող է անցնել դեպի սենյակային արդեն օդ եւ դա մենք եւս ներշնչում ենք։ Ռադոնի շատ փոքր մասն էլ կարող է լուծվել արյան մեջ, արյան պլազմայի մեջ շրջանառվել օրգանիզմով եւ իր վտանգը հասցնել։ Ընդհանրապես, եթե դիտարկենք մարդու բնական ճառագայթահարման աղբյուրների ճառագայթումը, ապա հենց ռադոնով պայմանավորված դոզան տարեկան կլինի ամենաբարձրը։ Այն կազմում է մոտավորապես 50% այն դոզայի, որը մենք ստանում ենք բնական ճառագայթահարման աղբյուրներից, այսինքն դա տիեզերացին ճառագայթումն է եւ ճառագայթումը, որը մոլորակը ինքը ստեղծում է իր բնակչի համար։ Ռադոնը երբ որ տրոհվում է, առաջացնում է ալֆա մասնիկներ, դրանց համար թիրախ մոլեկուլը հանդիսանում է DNT։ DNT-ի փոքր մուտացիաներ եթե առաջանում են, ժամանակի ընթացքում դրանք օրգանիզմում կուտակվում են ու կարող են դառնալ քաղցկեղի առաջացման պատճառ։ Ռադոնի ազդեցություններից մեկն այն է, որ այն կարող է պայմանավորել երկարազդեցության դեպքում կյանքի ընթացքում որոշակի դոզաների ազդեցության դեպքում այն կարող է պայմանավորվել ընդհանուր անգամ մինչև թոքերի քաղցկեղ։ Եվ դա վատթարանում է վիճակը, երբ որ մարդը ծխում է, այսինքն ծխել եւ ռադոնի բարձր կոնցենտրացիան շնչել միասին կազմում է թոքերի առաջացման համար երկրորդ պատճառը ամբողջ աշխարհում այսօր։ 2012 թվականի մեր իրականացված հետազոտությունները վկայում են նրա մասին, որ Երևանի ընդերքում ռադիոնուկլիդներ կան, կա ուրան, հետևաբար նաև կա ռադոն 222, կա թորիում, հետևաբար կլինի նաև ռադոն 220։ Դրա համար մենք իրականացրեցինք այս հետազոտությունը Երևան քաղաքի երկրաբանական կառուցվածքով պայմանավորված հենց հողից ռադոնի էմանացիան ուսումնասիրեցինք եւ ջրում լուծված ռադոնի պարունակությունները։ Եվ ինչ եզրակացությունների եկանք, այն եզրակացությունների, որ որոշակի ձևով են բաշխված այս ռադիոնուկլիդները հողի վերին շերտից դեպի ստորին շերտեր շարժվելու ընթացքում, իհարկե ընդերքը շատ ավելի հարուստ է, այնտեղ ակտիվությունները ռադիումի եւ թորիումի ավելի բարձր են, եւ սա էլ ռադոնի հողային գազային ֆազայում պարունակությունների քարտեզն է, որը վկայում է նրա մասին, որ որտեղ որ մենք ունենք նստվածքային ապարների վրա առաջացած հողեր, որոնք տարբերվում են իրենց մեծ ծակոտկինությամբ, ի հաշիվ նրա, որ շատ ավազ են պարունակում, այնտեղից ռադոնը շատ հեշտությամբ է ավելի դուրս գալիս եւ հողի գազային ֆազայում շատ ավելի մեծ է դրա պարունակությունը կամ կենտրոնական ու հյուսիսային շրջաններում, որտեղ որ մենք ունենք հիմնականում հրաբխածին ապարների վրա զարգացած հողեր, դրանցում ավազի պարունակությունը շատ ավելի փոքր է։ Սակայն երբ որ նայում ենք հենց ակտիվության վերաբերյալ այս գրաֆիկը, ապա տեսնում ենք, որ մինչև 10,000 բեկեր խորանարդ մետրում այս ակտիվությունը ռադոնի հանդիսանում է ոչ այնքան բարձր, ցածր է համարվում եւ
քիչ դեպքերում, որ մենք ունենք միջին մակարդակի ուրեմն ռադոնի ակտիվություն, որը բավականին խոստումնալից թիվ է։ Բանն այն է, որ Երևանում ներկայումս շատ են շինարարական աշխատանքները, երբ որ անդերքը խախտվում է, այնտեղից ռադոնի էմանացիան շատ ավելի ուժեղ է դառնում, եթե գնանք այնպիսի տեղեր, որտեղ որ այդ մեծ փոսերը շենքերի կառուցման համար փորված են, որտեղ որ հողը օտարված է եւ հասնում են դեպի մայրապարներ, այնտեղից ռադոնի էմանացիան շատ ավելի բարձր է։ Այսպիսի հետազոտությունները շարունակվում են եւ մենք հանդես կգանք դեռևս մեր արդյունքներով։ Բացի դրանից, ջրում լուծված ծորակի ջրի մասին է խոսքը, որը երևանցին ամեն օր սպառում է իր տան մեջ։ Այսպիսի հետազոտություններ 2023 թվականից ընթացքի մեջ է, ներկայումս եւս շարունակվում են։ Այնինչ որ ստացան 23-ի փետրվարից մինչև 24-ի փետրվար, այդ հետազոտությունները կարող ենք ներկայացնել։ Այստեղ ընթացքն է, նմուշարման կետերը, բոլոր 12 շրջանները վարչական մեր կողմից հետազոտվել են եւ ինչ ենք ստացել ենք այն, որ հիմնական այս 4 վարչական շրջաններում Արաբկերում, Դավթաշենում, Աջափնյակում եւ Մալաթիա Սեբաստիայում ունենք համեմատաբար բարձր պարունակություններ ռադոնի ամբողջ տարվա միջին տվյալներն են սրանք բերված։ Եթե ընդհանրական այսպիսի եզրահանգումներ կատարենք, ապա պարզ է դառնում, որ այս 4 ուրեմն վարչական շրջանները երևի թե միևնույն աղբյուրից են ջուր ստանում, այսինքն այս աղբյուրին այլ բան չի միանխառնվում։ Բացի դրանից շատ կարևոր է, որ մինչ սպառողին հասնելը ջուրը, որը ջրառի աղբյուրներից ստացվում է, այն մեխանիկական մաքրման եւ որոշակի աստիճանների մաքրման է ենթարկվում։ Դրա ընթացքում ռադոնը, որ լուծված է ջրի մեջ, կամ տրոհվում է ժամանակի ընթացքում, կամ դուրս է գալիս պարզապես ջրի մեջից, այսինքն կատարվում է դրա ապահլուծում, եւ դրա հաշվին իհարկե ապահովում է սպառողի առողջությունը, այսինքն ռադոնի կոնցենտրացիաները ավելի նվազեցվում են։ Թվերը մեզ ոչինչ չեն ասում։ Դրա համար պետք է ռիսկը գնահատել, իսկ ռիսկը գնահատվում է գումարային դոզայի հիման վրա։ Ինչպես արդեն ասեցի, ջրում լուծված ռադոնը մենք կարող ենք անմիջականորեն խմել, այսինքն դա կլանման ուղին է։ Մեր առօրյա գործունեության ընթացքում կամ լոգանքի ընթացքում ռադոնը էլի ջրից կարող է դուրս գալ, նամանավանդ եթե տաք ջրի հետ են գործանում, գիտեք, որ գազերի լուծելիությունը, երբ որ ջերմաստիճանը բարձրացվում է, այն շատ ընկնում է եւ փաստորեն ջուրը դեգազացիայի է ենթարկվում եւ այդ ամբողջ ռադոնը դուրս է գալիս սենյակային օդ ու մարդը այն շնչում է, հատկապես դա իհարկե տնային տնտեսուհիներին է վերաբերում եւ շատ փոքր մաս ռադոնի լուծվում է մեր մարմնի արյան մեջ ու արյան մեջ շրջանառվում է օրգանիզմը։ Ընդհանրապես մեր բնակչությունը կարելի է բաժանել 3 մասի, 3 կլաստերի, այսպես կոչված, այլ մարդիկ, որոնք խմում են մինչև կես լիտր ջուր, կես լիտրից մինչև 1.18 ջուր խմող մարդիկ եւ մինչև 2 լիտր խմող մարդիկ, այդ տոկոսները տեսնում եք, ամենաշատը միջին կլաստերի, ուրեմն սպառողներն են։ Եվ երբ որ գնահատեցինք ամբողջական ռիսկը, իրենցից պարզ է դառնում, որ երրորդ կլաստերի մարդիկ ավելի շատ դոզ են ստանում։ Տեսեք, որքան որ շատ ջուր է սպառում մարդը, այնքան ավելանում է հենց կլանման ուղով ճառագայթահարման դոզան, բայց եւ այնպես ոչ մի վտանգ ըստ էության չի պայմանավորում դա բնակչության համար, որովհետեւ չի անցնում դոզայի թույլատրելի մակարդակը, որը 0.1 միլիզիվերտ տարեկանն է։ Այդուհանդերձ մենք մոդելավորեցինք վատթարագույն սցենարը, ենթադրվում է, որ առավելագույն ջրի սպառման կլաստերում գտնվող մարդիկ, որոնք որ խմում են մինչև 2 լիտր ջուր օրական, ենթադրենք ստանում են ամենաբարձր կոնցենտրացիայով, չնայած մեկ անգամ ենք դա հայտնաբերել, ամենաբարձր կոնցենտրացիայով ռադոն, այդքան ջուր են խմում, օրական ամենաբարձր կոնցենտրացիայով եւ ստացանք, որ դրա հավանականությունը, որը գերազանցի թույլատրելի ռիսկը, ընդամենը 8%-ի
շրջանում է։ Սակայն ունենք շատ նաև փոքր քանակի մարդիկ, որոնք խմում են 3.5 լիտրից ավել ջուր։ 1%-ից ցածր է այդ մարդկանց թիվը Երևանում, դրա համար կլաստերավորման մեջ հայերենք շատ մեծ դեր չեն խաղում, այսպես ասած, բայց եւ այնպես այդպիսի սցենար եւս կիրառեցինք, մոդելավորեցինք եւ ստացանք, որ այդ դեպքում, եթե այդ մարդը, որը 3.5 լիտր ջուր է սպառում, եթե սպառի առավելագույն կոնցենտրացիա ունեցող ջուրը, ապա իր ռիսկը մոտավորապես 86%-ի հավանականություն ունի։ Այդ հետազոտությունը եւս արել է սննդի ռիսկի շղթայի գնահատման բաժինը, կենտրոնը, եւ պարզվել է, որ Երևանում շատ քչերն են, որ խմում են 100%-ով օրվա ընթացքում խմում են շշալցված ջուր։ Այդպիսի մարդկանց թվականակը կարելի է միջին, երևանցուն եթե վերցնենք, ներդրումը դրա շատ փոքր է։ Պարզ է, որ շշալցված ջուրը մնում է շշերում բավականին երկար ժամանակ, ռադոնը պարզապես տրոհվում է, որովհետև այն ունի շատ փոքր կիսատրոհման պարբերություն, ընդամենը 4 օր։ Եթե ջուրը շշի մեջ լցնելուց հետո անցել է մոտավորապես 1 ամիս, ռադոնը այնտեղ ամբողջությամբ տրոհվել է։ Ենթադրվում է այդպես։ Հիմնական հետազոտությունները նրանք են, որ 2-3 տարվա այս տվյալները իհարկե բավարար չեն ամբողջական հետազոտությունների ու ամբողջական ռիսկը գնահատելու համար, դրա համար մենք կշարունակենք այս հետազոտությունները, դրանք կազմում են նաև մաս մեկ այլ նախագծի, որը մենք ներկայումս իրականացվում ենք, ու այն ինչ որ ես պատմեցի, իրականացվել է միայն Երևան քաղաքի բնակչության համար, սակայն մենք նախագծի մեջ խնդիր ենք դրել նաև այլ քաղաքները ուսումնասիրել ու կսկսենք Գյումրիից, այնուհետև այնտեղից դուրս կբերենք նաև կարճ ալգորիթմ, կարճ սխեմա, որը կարելի է կիրառել ցանկացած բնակավայրում ռադոնի վտանգը գնահատելու համար։ Հիմնական առաքելությունը բնական եւ տեխնացին ռադիոնուկլիդների տարածաբաշխման ուսումնասիրումն է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրում։ Դա վերաբերում է եւ քաղաքային միջավայրին, դա վերաբերում է եւ բնական էկոհամակարգերին եւ գյուղատնտեսական հողերին, ռադոնի վտանգի գնահատումը, որը եւս բնական ռադիոնուկլիդ է հանդիսանում, եւ միջուկային քրեագիտությունը։ Ինչպես արդեն ասեցի, մենք շատ լավ հարաբերություններ ունենք Հայքի շրջակա միջավայրի գնահատման լաբորատորիայի հետ։ Նրա ավարիչ աշխատակցում է նաև մեզ մոտ, համատեղում է մեզ հետ աշխատանքը եւ միասին մենք իրագործել ենք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորող 3 թեմատիկ նախագիծ եւ մեկը ներկայումս եւս ֆինանսավորվել է եւ ընթացքի մեջ, այսինքն միասին 4 նախագիծ է ստացվում։ Բացի դրանից դիմել ենք շատ տարբեր պատրվակներով տարբեր միջազգային ֆոնդերի եւ հաջողություն ենք ունեցել մեկ անգամ միջուկային քրեագիտության ոլորտում կարողությունների զարգացումն է։ Դրա մեկ խնդիրը նաեւ Վրաստանի հետ այդ ոլորտում հարաբերությունների եւ համագործակցության խթանումն է եղել։ Նախագիծը պետք է ավարտվեր 2024 թվականին, սակայն որոշեցին, որ այն բերել է իր արդյունքները մի բան էլ ավելի, դրա համար շարունակվում է մինչ այսօր եւ օգոստոսին, այս տարվա օգոստոսին կավարտվի։ Շնորհիվ այդ միջազգային համագործակցությանը մենք ընդլայնեցինք մեր կապերը միջազգային գիտական տիրույթում, կարելի է ասել։ Ընդհանրապես աշխարհում որպես այդպիսին միջուկային քրեագիտական լաբորատորիաներ շատ քիչ կան, որովհետև շատ դժվար է բավականին ծախսատար է ստեղծել առանձին այդպիսի կառույց, որը զբաղվում է միայն այդ թեմայով։ Այդպիսի կառույց ունի հավանաբար Եվրոպական միությունի շատ քիչ երկրներ, ԱՄՆ-ն ունի, այլ երկրների համար շատ ավելի հեշտ է դիմել այն կազմակերպություններին, ովքեր արդեն ունեն գիտելիք, ովքեր արդեն ունեն լաբորատոր կարողություններ եւ համապատասխան հմտություններ։ Նույնիսկ Եվրոպական միության ամբողջ մակարդակով ԵՄ Միացյալ հետազոտական կենտրոնն է, կենտրոններից մեկը, որը տեղակայվում է Գերմանիայում, Կարլսրուհե քաղաքում, նա է իրականացնում նման հետազոտություն ամբողջ Եվրոպայի համար։ Հայաստանի համար եւս 2 նմանատիպ լաբորատորիա կամ 3 նմանատիպ լաբորատորիա ունենալը անիմաստ է։
ու եթե լիցենզավորված է կազմակերպությունը ունի համապատասխան կարողություններ բարձր ակտիվությամբ, ուրեմն աղբյուրների հետ, նյութերի հետ աշխատելու համար, ապա շատ ավելի հեշտ է դիմել իրենց եւ փոխարենը պատկան մարմնում ունենալով դաշտային սարքավորումներ, որոնք թույլ են տալիս հայտնաբերել վտանգավոր նյութերը, բայց քանակապես դրանք չգնահատել միգուցե։ Նմանատիպ լաբորատորիան ֆիզիկապես տեղադրված է ատոմակայանում, հենց շրջակա միջավայրի լաբորատորիայում եւ ունեն նաեւ մասնագետներ համապատասխան լիցենզավորմամբ։ Բոլոր սարքերն նախատեսված են շրջակա միջավայրի ռադիոակտիվության գնահատման համար, ռադիոակտիվ մակարդակները որոշելու եւ կախված թե ինչ տեսակի ռադիոնուկլիդ է, դրանից կախված տարբեր սարքեր ենք օգտագործում։ Սա կամբերա դետեկտորն է, գամմա սպեկտրաչափի դետեկտորը 15 սանտիմետր հաստությամբ կապարեպատ պատյան է։ Հիմա չափում ենք Սևանի ավազանից հողերը։ Ու սարքի համար նախատեսված այս տիպի տարաներով ու որպեսզի կարողանա դետեկտորը ամբողջությամբ գրանցել նմուշի գամմա մասնիկները, դետեկտորին անհրաժեշտ է պաշտպանություն, այս դեպքում դա 15 սանտիմետրանոց կապարեպատ պաշտպանությունն է օգտագործում, այսինքն սարքի ճշգրտության մասին ենք այստեղ խոսում։ Ու կարող ենք հիմա անալիզ անել ու տեսնել, թե կոնկրետ այս նմուշում ինչ տիպի ռադիոնուկլիդներ կան։ Մեկ հողի նմուշի նման տարրերով կարող ենք մինչև 30,000 վայրկյան չափել, իսկ ջրի նմուշները միգուցե ավելի երկար։ Տեսնում ենք, որ կան հայտնաբերված բնական առաջնային ռադիոնուկլիդները, կալիումը, ուրանի ու թորիումի ռադիոակտիվ շղթաների ռադիոնուկլիդները, որոնք հիմնական ջարագայթման դոզան են ձևավորվում ու մարդու քաղցկեղածին ռիսկը գնահատելու համար կարևոր են։ Նաև ունենք հայտնաբերել ենք ցեզիում 137, որը հատկապես ակտիվությունը հատկապես բարձր է Հայաստանի լեռնային տարածքներում։ Ցեզիում 137-ը հիմնականում Հայաստանի տարածք եկել է Չեռնոբիլի ատոմակայանի աղետից հետո, նաև մինչև այդ միջուկային զենքերի փորձարկումից հետո։ Բայց քանի որ կիսատրոհման պարբերությունը 30 տարի է, մենք մի փոքր ավել, այսինքն դա այն ժամանակն է, երբ միջուկը տրոհվում է։ Այնտեղ ունենք Հայաստանի տարածքում, բայց հիմնականում Հայաստանում մարդկանց քաղցկեղածին ռիսկը պայմանավորված է հիմնականում բնական ռադիոնուկլիդներով։ Սա նույնպես գամմա սպեկտրաչափ է BSI կազմակերպության կողմից։ Տարբերությունը երկուսն էլ նույն սկզբունքով են աշխատում, կազմակերպություններն են տարբեր, այստեղ նույնպես ունենք կապարապատ պաշտպանություն, էլի Սևանի հողային նմուշներն են։ Նույն սկզբունքով էլի աշխատում, էլի կապարապատ պաշտպանություն, որպեսզի կարողանա դետեկտորը ամբողջությամբ նմուշի ակտիվությունը, գամմա ակտիվությունը գրանցել։ Այս նմուշը արդեն անալիզ է արած ու կրկին նույն ռադիոնուկլիդները հայտնաբերվել են, թե բնական այն առաջնային ռադիոնուկլիդները, որոնց հիման վրա գնահատում ենք առողջական ռիսկը, ու նաև ցեզիում 137-ը, որը կրկին Չեռնոբիլի աղետից հետո է Հայաստան եկել։ Իսկ այս մյուս սարքավորումներ հեղուկ սինցիլյացիոն համակարգ ավելի ճիշտ, նախատեսված է կրկին ռադիոակտիվության չափման համար, բայց արդեն բետա ալֆա մասնիկների համար։ Այսինքն եթե սրանով գամմա ռադիոնուկլիդներն ենք որոշում, այս մյուսով բետա ու ալֆա տրոհվող մասնիկներն ենք որոշում։ Այս բան չենք օգտագործում, բայց շուտով կօգտագործենք։ Տարբերությունը կրկին երկու դեպքում է դետեկտորը գրանցում է մասնիկի էներգիան, դա փոխարկում էլեկտրական էներգիա ու սարքը գրանցում է, բայց այստեղ միաժամանակ կարող ենք տարբեր նմուշներ չափել ու էլի չափման տևողությունը կարող ենք որոշել ու կախված թե ինչ տիպի նմուշ է տարբեր է։ Եթե այս դեպքում համասար նմուշը ուղղակի միանգամից դնում ենք չափում անելու համար, այսինքն հողը օրինակ հոմոգենիզացնում ենք միանգամից դնում չափելու, այստեղ նաև ռադիոքիմիական նստեցում է պետք, այսինքն պետք է նմուշը մեր լինի հեղուկ ֆազայով, հեղուկ ձևով, որպեսզի կարողանանք չափել։ Մեր նմուշին արդեն ու կոնկրետ նմուշի համար
համար կոնկրետ ռադիոնուկլիդ պետք է որոշենք, եթե գամմայի դեպքում մեկ նմուշից կարող ենք տարբեր ռադիոնուկլիդներ գրանցել միևնույն չափման ժամանակ, այս դեպքում պետք է հասկանանք, թե մեզ որ ռադիոնուկլիդն է հետաքրքիր ու այդ սկզբունքով ենք որոշում։ Այդ ստացված հեղուկ ֆազային խառնում ենք օրգանական որևէ լուծույթ, որպեսզի կարողանա լուսարձակող հատկություն առաջացնել տվյալ նմուշը, ու սարքը կախված արդեն այդ լուսարձակման բնույթից, ինտենսիվությունից գրանցում է ու ծրագրով իդենտիֆիկացվում է, թե որ ռադիոնուկլիդն է։ Ես ընդհանրապես բակալավրի մասնագիտությամբ աշխարհագետ եմ, սովորել եմ Երևանի Պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի աշխարհագրության բաժնում, մասնագիտացությունը սոցիալական, սակայն երբ որ արդեն եկա աշխատելու այստեղ, արդեն որոշակի մասնագիտության փոփոխություն եղավ, աշխարհագետից դարձա ռադիոէկոլոգ։ Հիմա կոնկրետ այս բաժնում իմ հիմնական գործառույթները կազմում են նմուշների հավաքել, կոնկրետ սարքի աշխատացնել ջերում հողում ռադոնի չափելը ու արդեն դրանց հետագա մշակումը, քարտեզագրումը, դրանց ինչ-որ ունեցությունների բացահայտումը եւ այլն։ Հիմա կոնկրետ այս սարքը ինքը նախատեսված է ռադոնի ակտիվությունը չափելու համար օդում, սակայն քանի որ իր հետ նաեւ գից ունենք մի քանի աքսեսուարներ, մենք կարանք նաեւ այդ ռադոնի ակտիվությունը չափենք ոչ միայն օդում, այլ նաեւ ջրում, հողում, նաեւ եթե դենց անհրաժեշտություն կա ինչ-որ հողի կամ քարերից, եթե պետք է կարանք չափենք։ Մենք ընդդեմ ունենք սարք իրանալ հետ ցույց տանք։ Հիմա կոնկրետ այս պահին մենք կարանք չափենք սովորական խմելու ջրի ակտիվությունը ինչքան է, այ նոր որ պատմեցինք մեր հետազոտությունները ջրում մենք բոլոր վարչական շրջանների ջուրը չափել ենք այս սարքով, նու այս սարքով չենք, սրանով չափել, սա այս նույն ֆորմայի արտադրության սարքը, բայց ինքը մոտ արդեն մի 10 տարեկան է, հին է, այս սարքը 23 թվականին է արտադրվել ու մենք արդեն հենց արտադրվել ենք, ինքը ավելի ճշգրիտ է, դրա համար հիմա մեր բոլոր հետազոտությունները հիմնականում սրանով ենք անում, այս մի հատը ոնց որ ինձ ուղղակի պահենք, բայց ինքը նորմալ աշխատում է ցավոք։ Հիմա մեր ընդհանուր չափումը տևում է մոտ 30-35 րոպե, երբ որ ես կարող եմ միացնեմ, ցույց տամ ու իսկ վերջնական արդյունքը արդեն մեր հին հետազոտությունը, հին չափումների տվյալները կարանք իմանանք։ Սարքը աշխատանքի սկզբունքը հետևյալն է, մենք այստեղ ունենք մի քանի ռեժիմներ, սրանք նախատեսված են հողի համար, ջրի համար, ասենք սովորական օդից 1 օր չափելու համար, մենք ընտրում ենք դրա համար նախատեսված ջրի ռեժիմը, տալիս ենք իրան կոնկրետ ինչ-որ անուն, տվյալ դեպքում սա փորձ է, ու ինքը սկսում է հիմա աշխատել է, եթե նայենք Պոմբից դուրս եկած պղպեջակները անցնում են այս ջրի միջով, իրանց քանի որ այդ օդափոխությունը տեղի ունենում, դուրս է գալիս ռադոնը սրա մեջից, անցնում է սա խլավականի չէ, ինքը երկու աղի խառնուրդ է, կալցիումի ու պղնձի աղերի խառնուրդը չորացնելու համար։ Քանի որ իր մեջ դրված է ալֆա սպեկտրոմետր, ինքը բավականին զգայուն է, եթե օդի մեջ կան որոշակի խոնավության ջրի գոլորշիներ, մեր սարքը սխալ է աշխատում, դրա համար ինքը սկզբից չորացնում է, հետո մտնում է իր ներսում։ Ներսում կա մի հատ խցիկ, որի ծավալը մոտավորապես 200 մլ է, ու այս բաժակից մի քիչ ավելի փոքր, որտեղ օդը հավաքվում է ու իր մեջ արդեն այդ ընթացքում 5 րոպեվա ընթացքում տեղի ունեցող տրոհումները վերահաշվար կանում, հասկանում են, թե մենք մեր խորանարդ օդում ինչքան ջուր կա, ինչքան ռադոն կա ու հետո արդեն այդ եղած ռադոնն վերահաշվար կանում 1 լիտր ջրի համար։ Հիմա որպեսզի քանի որ ռադոնը մի քիչ դժվար է չափել, ինքը կատարում է 5 հատ չափում ու այդ 5 հատ չափման միջին թվականն արդեն ինձ ցույց է տալիս որպես վերջնական հիմնական արդյունք։ Հիմա ես այդտեղ կարամ իրան կանգնացնեմ 30 րոպե չսպասենք։ Ցույց տանք նախկին հետազոտությունները։ Այստեղ օրինակ մենք ունենք Արաբկիր համայնքից ամիս բերած ջրի նմուշները։ Սա
դուսագարից 7500 բեկերմետր խոնարհ ջրի համար, սա թորոնի եւ ռադոնի այս կանաչը թորոնինն է, թորոնը առանձին իզոտոպ է, որի կիսատրոհման բարբերությունը մոտ մի րոպե է տևում, դրա համար իր ակտիվությունը ջրերում սովորաբար այդքան շատ չի լինում, դրա համար իրան չենք հաշվարկում, իրան հաշվարկում եմ հիմնականում այն տարածքներում, որտեղ որ կա մեծ տորիումի տակում, երկու են բերվում, օրինակ հանքերում, ինքը լուրջ վտանգ է ներկայացնում, բայց սովորական ջրի մեջ չի կարող լինի, այս դրա համար 18 բեկերել դա շատ փոքր թիվ է, իսկ սպիտակը արդեն այդ ռադոնի ակտիվությունն է, այս այն 5 չափումն է, որի միջին թվաբանականն էլ արդեն մեծ տալիս է, իսկ սա էլ արդեն, որ ասացի, քանի հատ տրոհում է լինում դրա հիման վրա վերահաշվարկ անում, ինքը այդ 5 րոպեվա ընթացքում գրանցել է 360 տրոհում ու արդեն դրա հիման վրա հաշվարկել է այս բուժումն էլ թորոնինն է, բայց իրան չեք հաշվում։ Կենտրոն համայնքի ջուրը վերցրել ենք մեր ծորակի ջրից ու մեկ էլ մի քանի անգամ վերցրել ենք տարբեր ցայտախմիուրների ջրերը իրար հետ համեմատելու համար հասկանալու արդյոք այս ջուրը եւ այն ջուրը իրար հետ համեմատասխանում է թե չէ ու դասությունները ցույց են տվել որ իրանց շեղումը այդքան էլ շատ չի, այսինքն եթե մի շրջանից մի անգամ ամեն ամիս մի հատ ջուր ջրի նմուշ վերցնում բերում ենք ինքը նորմալ արդյունք տալիս է, այսինքն ինքը ներկայացուցչական է ամբողջ վարչական շրջանի համար իսկ արդեն մնացած շրջանների համար ուշ շրջաններից ենք բերում կոնկրետ էս մեր կենտրոնի շրջանը մենք իրանների նոր ենք առել ինքը նախատեսված է օդում էլի գազային միջավայրում 4 գազերի չափելու համար CO2, CO ինքը շմոլ գազը CH4-ը թթվածին ու թթվածին է ինքը նաև հաշվում է կողմնակի պարամետրեր օրինակ ջերմաստիճան, խոնավություն ու մթնոլորտային ճնշում սնդիկի սյունով արտահայտված այստեղ կարանք նայենք ինքը լրացուցիչ աքսեսուարներ չունի իր բոլոր աքսեսուարները կարելի է միացնել մեկը մյուսին ու եթե օդում օրինակ թթվածնի պարունակությունը դպրոցական բանի մոտորապես ընդունված է որ պետք է լինի 20 ու մի փոքր ավել 20%-ից 20.5 այստեղ մեր մոտ է տալիս 19-97% принципе նորմալ ջերմաստիճան է իսկ CH4-ը ցույց է տալիս որ вообще չկա ու տենց էլ պետք է լինի սովորական սենյակային օդում մեթան ու չպիտի լինի այս սարքը հիմնականում մենք առել ենք հողի գազային հողի մեջ եղած գազերի մակարդակը չափելու համար քանի որ կա միջազգային պրակտիկա որ ռադոնը եւ CO2-ը հողում իրար հետ կորելացվում են ու այդ կորելացիայի հիման վրա որոշակի օրինաչափություններ հնարավոր է լինում դուրս բերել ու այս սարքը հիմնականում դրա համար է նախատեսված ստեղ իր աքսեսուարներն սա էլ այդ հողային գազից չափելու համար իր խցիկը այս նախատեսված է իրան մտնում է հողի մեջ ինչեր ինչքան որոշակի նախորդ պայմանավորված մակարդակ օրինակ 50 սանտիմետր կամ 60 սանտիմետր ու իրանից դուրս եկած գազը արդեն նույն ձև մտնում է սարքի մեջ ու չափում ենք տվյալը բացի դրանից մենք ունենք նաև որ ասում էի հողի բացի հողից նաև քարից են կարողանում չափել այս խցիկը հատուկ նախատեսված է հենց այդ հողից քարերից չափելու համար հիմա իր մեջ այսպես քարեր են դրված հիմա ինքը հերմետիկ է ու ճիշտ չափելու համար իրան անհրաժեշտ է որ 1 ամիս ինքը հերմետիկ է այսպես փակվի հավասարակշռություն հաստատվելու համար ներսում գազի եւ նրա կիսատրոհման արդյունքում առաջացող ռադիոնուկլիդների միջեւ ու իրականացումը չափում է սարքով sense իրան մեջ շարում ենք ու քանի որ ինքը կանոնավոր տեսք ունի հետագայում մենք կարող ենք հաշվենք իր ծավալը եւ հաշվենք թե միավոր ծավալը ինչքան ռադոնա դուրս գալիս սա հիմնականում արվում է նրա համար որ Հայաստանում հիմնականում կան մի քանի տեսակի շինանյութեր նրանք են տրավերտինը էսայա բազալտը տուֆը էս էլ բազալտա սովորական բազալտի կտորը ինքը սովորական տուֆի կտոր է շինանյութերին, որ հիմնականում օգտագործում է ու մենք չափում ենք, հետո վերահաշվարկ ենք անում, թե ասենք ենթադրենք այդ շենքում, որը որ կառուցված է բազալտից հնարավոր է, որ արդյոք մարդու ինչ-որ առողջական ռիսկ լինի, թե չէ։ Հələ չենք անում, որ ենք սկսել այս ոլորտը, քարերի հետազոտությունը, բայց արդեն հուսանք, որ շուտով կունենանք արդեն արդյունքներ։